Մենք ես միշտ հիշիսեմ, ասում եմ պապիկ ընդղան փախալա եկած տղը մնացալ էլա փախստական, որպես փախստական։ Մուքը լյուրան ժառանգները նկտարալք փախստական։ Տեսա չենք։ Հադրութից տեղահանված Նորա Խասապետյանը վերջերս հաճախակի է հիշում կիսուրի պատմությունը իր վանեցի կեսրայրի մասին, ով մահանալուց առաջ խնդրել է վառել իր մարմինը, որ գոնե շաղ տված մոխիրը հասնի հայրենիք։ Ցավով գիտակցում է, նույն ճակատագրին արժանացան նաև նրա սերունդները։ Դուք եկալ Հայաստան, էլի պիտի ետ դառնաք քինիկ։ Դեշտեղ ետ դառնաք։ Նորից եկաք սաստեղ, խաբար եկալա, վերցեր խոխանկա, վերջ զոհվալա։ Դատարկաձեռն են դուրս եկել Հադրութից։ Որդին 10 տարվա ծառայության սպա Արա Մկրտչյանը դեռ պատերազմում էր։ Անհանգիստ էր Հադրութում մնացած հոր համար։ Մորը զանգելիս անընդհատ հոր մասին էր հարցնում, հիշում է տիկին Նորան։ Հոկտեմբերի 12-ին լսեցին մահվան բոթը։ Բայց ինձ մատաղ տալի պենչոնիմ։ Լոխ էտալա կուրցրալ, ինչ մատաղ տամ։ Երկարամյա փորձ ունեցող բուժքույրը աշխատել է մինչև Հադրութում անցկացրած վերջին օրը, սեպտեմբերի 30-ը, մինչև չհայտարարեցին, որ պետք է լքել քաղաքը։ Աշխատալ եմ 32 տարի Հադրութի բուժմիավորում քույր, որպես բուժքույր։ Իմ վերջի հերթապահությունը սեպտեմբերի 30-ին էր։ Կեցալանք իրավիճակը փիս, կռավ, վիրավորներ, դուսում եկա հերթապահությունից բրծալա, դուսում եկա, որպեսզի այդ խոխան փրկիմ։ Խոխան տաննալ, ես մեր տնօրենն ասամ դոկտոր քինիմ, ետ դառնամ կյամ, լելիք կյամ, այնա խոխան տանիմ ուղարկիմ քինի գյուղը, մեր գյուղը, ասլապա հադրուտ խոխա չկա, ձեր խոխան հադրուտ ինչ անես։ Արայի ջոկատից միակ ողջ մնացած զինվորի հետ ունեցած զրույցից մայրը միայն մի բան է լավ հիշում։ Որդին իր զինվորներին ասել էր՝ գնում ենք Հադրութը փրկենք, սակայն ջոկատից գրեթե ոչ ոք ողջ չի մնացել։ Իրը քամես տափերը փոքր տվալ տղ չմնացավ քինիկ վեճ դե պիտի ճարենք ինչ են քախր այն վախտը էտալ դուք եկալ ճար շորոք եկալ ախր վերջը ճարալանք նա երաբլու հուղարկավորած Հենց դա էր պատճառը, որ տիկին Նորայի ընտանիքը որոշեց մնալ Հայաստանում։ Փաստաթղթերի մի մասը տեղահանված այս ընտանիքին օգնեցին վերականգնել դեռևս Արցախում։ Սերտիֆիկատի ձեռքբերման շնորհիվ այսօր սեփական տանիքն ունեն։ Դեվերենա մեր խոխանստը որոշալն վերստեղին, դել երուշտախքինիմ, ետարնամ շտախքինիմ։ Մուք հադրուց վերտուցիկը կա վեշ մի պեն պերալչիկ, վեշ մի պեն, վեշ ծունդական, վեշ դիպլոմ, վեշ մի պեն է պերալչիկ, եկալակ վեբդի ետարնակինիկլի։ Իրանց փաստաթղթերն էլ իրանց ունեցած տեղեկությունների հիման վրա կամ ասենք քույր եղբայրների ծննդյանակների գրանցման այդ վկայականներով փորձում ենք վերականգնել։ Վերականգնալը նույն տարիքում հայ ինքան չպեն մեր զաքսեն թուղթը զաքսու թուղթը քոզալ բոլոր դեպքում էզալկլի ինչ են իլալա էզալկ նորից ինի Մինչև 2023 թվականը ձեռքբերված սերտիֆիկատով գումարը փոխհատուցվում էր։ Արցախի կորստից հետո գումարի փոխհատուցումը վերականգնելու համար անհրաժեշտություն առաջացավ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման։ Նույն երևի 22 թվին է կմուքես սերտիֆիկատն են տվալ, տները 3 կալալ, միջև մի տարի պետությունը տվալա, ընդեղ վեր մեր պետությունը իլալա, մեր երկիրը վերելալա տվալա, անդրան այդը վեր ուժը մեր երկիրը դուսա եկալ, էլ մուծում չնրալ, տվալ չն։ ու նորից մի տարի մարդուկին քաղաքացիությունը երկալա ու սկսալ մոծել մենք այնն մոծես աշնանից այնն մոծես Այսօր թոշակառու ամուսինները ապրում են դստեր եւ թորան հետ Տիկին Նորան չկարողացավ բուժքրոջ աշխատանք գտնել Երևանում իսկ դուստրը Վերժինեն վկաների բացակայության պատճառով չի կարողանում վերականգնել Արցախում թողած իր դիպլոմը 2021 թվականին է ավարտել Արցախի պետական համալսարանի քիմկենսաբանության բաժինը Նախկին կուրսեցիների հետ կապը կորցրել է։ Տիկին Նորան խոստովանում է, երբեմնի հումորով ամուսիններից այսօր ոչինչ չի մնացել։ Գրեթե ոչինչ ուրախություն այլևս չի բերում։ Ինձ կեսօր Ռուսաստանն իրան խոց կողքեն։ Վեր եկալա հադրուտ մեր կողքը։ Դե ծանոթ ու վեր եկալա նիա մտալ ասալա բաբո քեզ լավ չեմ պահալ վեր եկալս։ Ասմա լավ եմ պահալ մատաղ եմ պահին չներա պախա եկալս։ Ասմա դե բալա վեր մստար պուկտանտան երուշտող տնկին կարնե Եվ միջև ասորենային հուշերի մեջ, մոքել մստարը պուք եկալ, շատ տիժեր, դե հալամ սկի արնալ չք, սկի տրնական չք, վսյո, էսա մուք մեր կամքավը չք եկալ,
լող կուրցրալը եկալ, դեռնալ չէ, всё։ Բայց հույսի մի նշույլ դեռ ուժ է տալիս ապրել, արարել, ապագան կառուցել մայր հայրենիքում։ Վերադարձի եւ պատմական արդարության ակնկալիքով են դիմավորում ամեն լուսաբացն ու խաղաղվում ամեն մայրամուտին։ Գոզիմք վերջին օրերը մեր երկրը մինիկ, քինիկ մեր տները, մեր երկիրը, ես հիշեցեմ արդեն ես, իմ մամաս, ուրամաման, վեց սպորտը հիշեցեմ վեր, դիլալալի, դիսերունի ալալ, ու այդքանը Արցախ ապրալն, հադրուտ թորտ տասաշի, մունք կլալ, մեր ծունողներն ալն, դե սեստի քանդվալն, բուքնդվալ, դուսուներալ։